Ինչ խնդիրներ ունի Էջմիածին քաղաքը։ Մաքրության։ Ոչ մի խնդիր չունի, ամեն ինչ լավ է։ Մենք այո սիրում ենք մեր քաղաքը, հպարտ ենք, որ Էջմիածնեցինք։ Իսկ որքանով է այդ իդեալականին նպաստել նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Չեմ կարող ասել։ Մեր քաղաքի իմ կարծիքով խնդիր չունի ճիշտն ասած։ Ամեն ինչ այո իդեալական է։ Իսկ որքանով է այդ իդեալականին նպաստել քաղաքապետ Դիանա Գասպարյանը նախկին։ Ոչ ձեր հարցին չեմ կարող պատասխանել։ Չգիտեմ, չեմ կարող ասել այս բանին։ Խնդիրներ կան իհարկե, որտեղ ասած։ Ինչ կուզեիք փոխել։ Փոխելը շատ բան կա, որ կարող ենք փոխել, բայց ամենակարևորը մարդիկ կարողանան ժպտալ, մարդիկ կարողանան, ինչ ասեմ, բարի լինել, որ կարծես մարդկանց դեմքից ամեն ինչ վերացել է։ Ինձ համար ամենակարևորը մարդիկ իրար մեկը մյուսի նկատմամբ լինել բարի, հոգատար, որ դա պակասում արդեն։ Որքանով է լուծել խնդիրները նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Միանշանակ կարող ենք ասել բավականին բաներ է լուծել։ Դա նկատելի է նույնիսկ, ունի շնորհակալություն պիտի հայտնենք իրեն։ Շատ բաներ է արել։ Նկատելի է։ Միանշանակ։ Այնպես որ մենք շնորհակալություն ենք, ես նույնիսկ ցավ զգացի, որ հրաժարական է տվել, այո։ Ոչ մի խնդիր չունի, ինչ խնդիր պիտի ունի։ Ինչ իդեալական է։ Իդեալական ո՞րն է, իդեալականից մի քիչ լավ է։ Որքանով է լուծել այդ խնդիրները, դրան նպաստել նախկին քաղաքապետը։ Նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասին։ Դիանա Գասպարյանին ես չեմ ճանաչում, որովհետև ժողովրդի հետ չեն շփվում նրանք, ոչ մի ձևի ամեն մի բաժին իր գործը անում է, գնում են, ասենք, եթե կանալիզացիան է, վիոլային են դիմում, եթե հոսանքն է, հեծին են դիմում, իսկ իրանք ես չգիտեմ, թե ինչ են անում։ Կներեք, բայց չեմ պատասխանի հարցերին։ Էջմիածին այնքան կրիմինալ քաղաք է, չարժե դե հարցերին պատասխանել։ Չգիտեմ դուզն ասած։ Ոչ մի բան, մեղր ջան։ Ես իմ քաղաքի ցավն եմ տանում, միած ցավն եմ տանում։ Ամեն ինչ իդեալական է։ Սա լավ է, ազրան։ Ոչ մի խնդիր չունի, որ ձեզ անհանգստացնի։ Մենակ ինձ նեղմերը քաղաքապետան, որ հաշմանդամ տղա եմ։ Ինչով է նեղում։ Նեղեմ ասում մի բակային ծախի։ Հա, գիտեք, որ հրաժարական է տվել քաղաքապետը։ Չգիտեմ, մեղր ջան, հեսա իմ վայնի հաշմանդամ։ Ինչ անեմ, քուր ջան։ Ուրիշ նեղմ ձեն կամ նեղմ։ Խելոք մարդեմ խելոք սա է ջան դեսում։ Կամ է քավարյան, ասեմ, շնորհ։ Չի կարելի։ 2 տարուկես աշխատած եմ սաղին։ Ջանը մասը ջանը։ Խեր կարեմ մոտը քավար եմ, արա պետք չի ամոթ է։ Ինչ անեմ աղջիկ ջան։ Խնդիրները փողոցների հարցն է, էլի որ փոսերը ամենուրեք, էտա մենակ էտա։ Իսկ ինչ չի լուծում քաղաքապետարանը լուծել բացիկով։ Չեմ կարող ասեմ։ Իսկ որքանով է մնացած խնդիրների լուծմանը նպաստել նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Նախկին խնդիրների, այսինքն Մնացած ուրիշ խնդիրներին ինչքանով է նպաստել լուծմանը։ Սուտ մի այդ խնդիրը ասֆալտապատումն է։ Դե մնացած խնդիրները այդքան ակտուալ չեն, ինչքան ճանապարհների փոսերի խնդիրն է։ Օրինակ ընդհանրապես ջրահեռացում չկա, որ մի հատ անձրև է գալի, գիտենք լոդկեք պետք է քշենք արդեն մեքենաները չի նմ էլի։ Այսինքն կա նաև ջրատարներ։ Առաջինն է այդ հարցը եւ փողոցների փոսերի հարցը։ Թե չէ փողոցները սարքելով էլի այդ հարցը չի լուծում։ Չգիտեմ։ Ոչ մի խնդիր չունի։ Չունի բացարձակ, ինչ որ բան որ կուզեիք այլ կերպ լինի։ Մարդիկ կան ասում են ճանապարհների փոսերը, ջրատարները։ Մարդիկ աշխատում են գործ են անում, պետք է փոսել լինի։ Ոնց չլինի փոսել։ Առանց որ քանդում եմ, պետք է փոս չլինի։ Նկատի ունեմ ասֆալտն է բաց, ոչ թե փոս։ Դա ասֆալտի տեղեր կա, որ քանդած է։ Միանշանակ կա։ Սարքվում է։ Որ լավ սարքեն, մի քիչ երկար կծառայի։ Ինձ թվում է, էլի։ Այսինքն ուրիշ այլ խնդիր չունի քաղաքը։ Դե ունի կամաց լուծում են, էլի, որ Որոնք են այդ խնդիրները։ Օրինակ ձեզ մտահոգող խնդիրները։ Էլի կամաց լուծվում են, բայց որոնք են այն խնդիրները, որոնք օրինակ կոնկրետ ձեզ են մտահոգում։
ինձ մտահոգող խնդիր այս պահին ճիշտ ասած չունեմ։ Ճիշտ ասած չգիտեմ, ես կներեք։